Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկել է թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը։ Երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեման է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը համագործակցության հարթակից վերածվում է լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնի եւ դրա միջազգային հեղինակության աճը գոհացուցիչ է։ Այս միասնության հիմքում ընկած են մեր ընդհանուր պատմական արմատներն ու ազգային հոգեվոր արժեքները, որոնք մեզ դարձնում են մեկ ընտանիք։ Իլհամ Ալիևը ցանկացած հանրային հարթակ վերածում է 44-օրյա պատերազմի թեման շահարկելու հերթական հնարավորության։ Նրա համար յուրաքանչյուր ելույթ առիթ է Հայաստանին օկուպանտ որակելու, իր ռազմական հանցագործությունները որպես պատմական հաղթանակ փաթեթավորելու եւ այդ միջոցով թշնամանքի մթնոլորտը շարունակաբար սնուցելու համար։ 2020 թվականի 44-օրյա հայրենական պատերազմում մեր պատմական հաղթանակի, ինչպես նաեւ 2023 թվականի վճռական հակաաբեկչական միջոցառումների արդյունքում վերջ դրվեց ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային։ Այսքանով հանդերձ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Իլհամ Ալիևը շեշտել է Վաշինգտոնյան համաձայնագրի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ համառորեն շարունակել է փաստաթղթում TRIP անվանմամբ ամրագրված ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք։ Դառնալով Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջև առանցքային տրանսպորտային հանգույց, Ադրբեջանն իր հաջողությունների գագաթնակետ է համարում Զանգեզուրի միջանցքի բացումը որպես նոր զարկերակ արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ ուղղությունների համար։ Գագաթնաժողովի ամենասպասված հյուրը Թայիպ Էրդողանն էր, որը ինչպես ինքն է ասում, ուշադիր հետևում է Հարավային Կովկասում յուրաքանչյուր զարգացման։ Իսկ Էրդողանի պլաններում է առաջիկայում ստեղծել այբուբեն բոլոր թյուրքական պետությունների համար։ Իրականում նա ծրագրում է այդ թյուրքական պետությունների գրավոր խոսքի հիմքում ներդնել թուրքական այբուբենը։ Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ձևավորման գործընթացը։ Ընդհանուր այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի մասին ստեղծագործություններ եւ Օուզնամեն, որոնց մեկական օրինակ այսօր կհանձնվի յուրաքանչյուր առաջնորդի։ Առաջարկում եմ նաեւ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես ընդհանուր թյուրքական լեզվի օր։ Ուշագրավ էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ներկայությունը։ Եվրամիության վատ տղան, որը չնայած թյուրքական աշխարհի հետ որևէ կապ չունենալուն, ջերմորեն էր ընդունվել գագաթնաժողովում եւ ինքն էլ հետ չէր մնում հաջողախոսություններից։ Ի տարբերություն Եվրոպայի, այստեղ չկան ոչ պատերազմներ, ոչ անօրինական միգրացիա, ոչ էլ ճնշում ընտանեկան արժեքների վրա։ Եվրոպայում պակասում են զարգացումն ու փոխադարձ հարգանքը, իսկ այստեղ դա կա։ Այսօր այստեղ հավաքվել են ուժեղ առաջնորդներ։ Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը հայտնեց նաև միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, որն Իլհամ Ալիևին անվանեց եղբայր։ Շնորհակալ եմ իմ եղբայր Իլհամ Ալիևին։ Ադրբեջանի հաղթանակը արդարության եւ մեծ թյուրքական աշխարհի հաղթանակն է։ Մենք միշտ եղել ենք եւ կլինենք Ադրբեջանի կողքին նրա արդար պայքարում։ Այսօր մենք կերտում ենք մեր ընդհանուր ապագան։ Թյուրքական պետությունների կազմակերպությունը պանթյուրքական գաղափարախոսության ժամանակակից դրսևորումն է, որի արմատները հասնում են Գորշ Գայլեր ռազմաքաղաքական ազգայնական կազմակերպության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի հայեցակարգին։ Նրա 6 պետություն մեկ ազգ հավակնոտ նպատակը մարտավարականորեն վերածվել է մեկ ազգ երկու պետություն բանաձևի, որի դրսևորումը Թուրքիա-Ադրբեջան տանդեմն էր։ Այս ռազմավարության գլխավոր իրագործողը Թայիպ Էրդողանն է, որը ձգտում է դառնալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ թյուրքական աշխարհի նոր Աթաթուրքը։ Կազմակերպությունն այդ մեծ նպատակի իրագործման գործիքն է, որի միջոցով Էրդողանը փորձում է Թուրքիա-Ադրբեջան մոդելը տարածել մյուս թյուրքական պետությունների վրա, վերջնական նպատակ ունենալով ստեղծել Անկարայի գլխավորությամբ միասնական ռազմաքաղաքական հզոր բևեռ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։